Անհոր եւ Որդու եւ Հոգուն Սրբո ամեն։ Ինչ աղվոր է, երբ որ օրվա ընթերցումը կհամապատասխանե օրվա խորհրդածության հետ։ Ասի մենք կովի չենք դներ, ինքը կբռնե։ Այսօրվա քաղաքացիներուն գրված նամակը Պողոս Արաքյալն գխոսի հայրության եւ որդիության մասին եւ խորհրդածությունն ալադուր մասին է։ Եվ որ մենք բզդիգը կմգրդենք, ճիշտ աս հատվածը կգարթանք, որ գսենք, որ մեկը մգրդվելով կընդունի Աստծո զավակ դառնալը։ Ինչու անանք է, որովհետև քրիստոնյաներս, երբ որ Աստուծո զավակը ծնավ, իր անունով եւ իր պատճառով է, որ քրիստոնյա գոչվեցանք, այսինքն Քրիստոսի հետևորդ։ Իր կյանքի օրինակը մեզի օրինակ դարձավ, որ ինչպես ինքը ծնավ, եկավ մկրտության, երբ որ ջուրը մտավ մկրտության, Հովանես մկրտիչի ձեռքով մկրտվելու ադեն, դուրս ելած ադենը աղավնին հանգչեցավ իր վրա, եւ նույն ադեն երկինքը բادرվեցավ գսեմ Արգոս Արաքյալը, եւ ցայն լսվեցավ, որ ասիգա իմ սիրելի որդիս է, իրեն մտի գրեք։ Ուրեմն նույնը մենք կնենք մկրտության ժամանակ։ Եվ ինչ կսենք, որ ասպզդիգը այլևս որդեկիր գտարնա Աստուծո, ժառանգագից Քրիստոս, այսինքն ինչ որ Քրիստոս ուներ գժառանգե, եւ տաճար հոգի սրբո տաճար գտարնա։ Ուրեմն մկրտությամբ մենք բզդիգին գսենք, որ տուն այլևս Աստուծո ընտանիքին կպատկանես։ Հիմա գմնա այլևս ծնողքին, այդ բզդիգը Աստուծո ընտանիքի կանոնները կսորվեցնե, կնքահայրը կնքամայրը Աստուծո օրենքները գիտեն, որով պիտի խրատեն։ Եվ հոս կսե Արաքյալը, արդ ուրեմն եթե Քրիստոսի կպատկանի, կնշանակե թե դուք Աբրահամի զավակներն եք եւ պիտի ժառանգեք ինչ որ Աստված անոր խոստացավ։ Աբրահամին ասավ, մեծ հայր պիտի լաս։ Ինչու Աբրահամի զավակ կգոչվի, որովհետև Աբրահամ իր հավատքի շնորհիվ արդար կոչվեցավ եւ Աստված իրեն խոստացել էր, որ քու զավակներդ երկրի ավազի եւ ծովի եւ երկնքի աստղերու չափ պիտի լան։ Օրը Աստված առավ Աբրահամի ձեռքը, սա եկուր երթանք, քիչ աստղերը հաշվենք, համրենք միասին։ Աբրահամն ալ ելավ, գործեր որ համրել աստղերը։ Միջին արևետ աստղ գերեվի հոս չերևի, բայց միջին արևետ գերեվի վստակի իշեք կա, բայց ըսա որ քու զավակներդ մեզ պիտի լանք։ Եվ ուրեմն մենք մկրտության բարիգա գտանանք։ Եվ մենք կտեսնենք, որ Քրիստոս ալ մանուկներուն հաջող իր քովը կգանչե։ Արաքյալները օրը մգքալեին Հիսուսին հետ, շատ խժողված էր այդ ամեն ինչը, վիճակը, եւ սկսին որ բզդիկները հերու դարեք, վարդապետը պիտի քալե, վարդապետը սպաղած է, վարդապետը խոսք ունի էսելի։ Տեր ինչը սավ կեցուց ամենուն, սավ արդոնեցեք, թույլ տվեք, որ բզդիկները մոտենան, արավ իր քիրը դրավ եւ սավ այսպիսիներին է Աստծո արքայությունը։ Միջև չդառնանք մանուկներու պես երկնքի արքայություն չեք մտնար։ Այսինքն Աստված կսե որ մեր սրտերը փոփոխություն պիտի ունենան, պիտի մանգանան, ոչ թե անխելկանան, պիտի մանգանան, որ ամեն ինչ Աստուծո ձեռքերու հետ, ածերքերու մեջ կապված է։ Եվ շատ կարևոր է սիրելիներ, զավակ մկրտելու գործին մեջ այդ բզդիգին սորվեցնել, որ բացի ինձ մե, ես հայրը դեմ կամ մայրը դեմ, թուն երկնքի մեջ հայր ունիս։ Պողոս Արաքյալը ինչու գսե, որովհետև իր որդիներն ենք, Աստված մեր սրտերու մեջ խրգեց իր որդի հոգին։ Մկրտության բզդիգին ասենք որ հոգույն սրբո տաճարը գտարնաս իր որդին հոգին, որով զաստված Աբբա, այսինքն հայր կգոչենք։ Աբբա բառի թարգմանությունը ինչ է, բաբա։ Այսինքն Աստված մեր մեջը մտերմության դեր կփանա, որ ոչ թե հայրիկ, պարոն, մեծ մեկը, մյուսյո, այլ Աբբա, հայր, մեգեն այդ մտերմությունը գտնե մեր սրտերու մեջ։ Ուստի այլևս ծառա չենք, այլ որդի, քանի որ որդի ենք, Աստծո խոստումը պիտի ժառանգենք։ Ուրեմն ամենեն կարևորը բզդիկներու կյանքի մեջ
ամենեն կարևորը իրենք իրենց կյանքի մեջ ուր կպատկանին։ Եթե գիտեն, որ դունը սիրո վայր է, եթե գիտեն, որ իրենց ծնողքի հույսը, հավատքը, ապահովության զգացումը Քրիստոս ինքն է, իրենք ալ պիտի շարանքեն։ Գիտեք, որ քրիստոնեությունը ինչ է, ուսուցանելով չէ շատ, այլ հոգի փոխանցականություն է։ Կտեսնես մեկը շատ բարձ չսեր, բայց աչքերեն լույս կելն է։ Մեկ բարգսե, որը հավասար է 10 ժամ քարոզի, որովհետև Աստծո խոսքը, որ մտեր է իր մեջը, զորություն դվեր է, այդ զորությունը, որ քու մեջդ մգրդությամբ դրված էր, կսկսի աշխատելու իրար հետ եւ սիրտդ կտանա։ Ուրեմն եւ հետաքրական խորհրդածության մեջ կսե, որ Քրիստոսը հերու չի գա ապահովություն եւ իսկապես անանք է։ Ովևէ մայր կամ հայր ի սեփական ջիքերով թող իզուր դեղ չփորձե ապահովության կամ վստահության ըսկացում ներշնչել իր զավակը։ Եվ մենք ընդհանրապես ինչ կնենք, զավակ կունենանք, իրեն համար հաշիվ կբանանք, կսենք ասպստիկը մեծնան է, դրամ պետք ունի, դերբստիկը ուր ես մեծնա, դրամ հասկնա ինչ է, բայց մեր մտահոգությունը առաջինը աշխարհի մեջ ապահովը լա։ Քեշ բան չէ, բայց եթե միայն ադիգա է մեր մտահոգությունը եւ ապահովությունը, ուրեմն ինչ կլա, մեր հույսն ալ դրամն է, մեր հույսն ալ մեծ տունն է։ Եվ ապահովության զգացողությունը սիրելիներ շատ ադեն կգործվի մարդոց կյանքի մեջ, որոնք հույս չունին Աստծո վրա։ Զույգը ասկաղակի մեջ երկու զավակ կունենա եւ գուզե որ կյանքը հարմար ընթանա, Երբ որ գսես որ բայց ինչու երկու զավակ, ասպստիկները եղբայր գուզեն, քույր գուզեն նաեւ մեկա, չէ։ Իրենց մտքի մեջ առաջի մտահոգությունը քաղաքը սուղ է։ Okay, սուղ է։ Վազվզուկը շատ է։ Okay, վազվզուկը շատ է։ Ու ամեն տեղ շատ է այսօր էս վազվզուկը, հա։ Կամ ինչպես պիտի լա ասպստիկներու աբական։ Ինչը սեր է, եթե ցուն միայն աշխարհի սփաղումներով սփաղած ես եւ սիրտը չի հանգչած Աստուծո վրա եւ քո ապահովությանդ առաջին աղբյուրը Քրիստոս չէ, ամեն ինչը պիտի վախնաս։ Եվ հագարակը ծեր սերունդը քանի զավակ կունենար 4, 5, 6, 7 որ չափ շատ էր, մեկը չէր մտածեր դրամի բանի մասին։ Այո, դրամական նեղություն կար։ Ինչ կնեիք, զարմիկների հակուստները գարնեիք, դուք կհակվեիք, ձեր զավակները կհակվեին։ Գսեին այդ հակուստը չթափեք, բզդիկը պիտի հակվի։ Բայց բզդիկները կմեծնային առողջ սիրով։ Քաղաքը ապահովություն չի գար շատ ադենք, չէ։ Նստած ես, մեկը ռումբը գերտա, ռումբը գուկար։ Բայց սերը եւ ամենեն կարևորը Աստուծո վրա դրած վստահությունը անչափ շատ է, ինչ գսենք, Յարաբ գսենք, հանունոր եւ օրթո գսենք, բզդիկը կմեծնենք։ Բայց միևնույն ադեն կտեսնենք աս քաղաքներու մեջ թվացial ապահովությունը գա, օթոն գա, դրամը գա, երթալ գալը, փառք Աստուծո հաստատությունները ապահով են, բայց մարդուս մեջ պակասություն մգա, որ վաղ ինչ պիտի լա, ասպստիկներն ինչպես պիտի միզնան։ Ադուրամար դերը գսե, որ ինձի եկեք, որպես ամենքդ որ հոգնած եք եւ ձեր միտքը ծանրացած է եւ իմ լուծս վրա դարեք, որտեւ իմ մեջս է որ ինչ պիտի գտնեք հանգստություն, մտքի հոգի եւ անընտանիքներ, ովքեր Աստծո մեջ հանգստություն չեն գտներ, օր մգուկա իրենք ալ իրանց մեկը հոգնին, հավատք երբ որ չի մեծնա, օր մգուկա քանի իրենց մտահոգությունն ալ, վստահությունն ալ, ապահովությունն ալ դրամ է, իրարու մեջ ալ խնդիր կսկսի եւ որ մգսկսին իրարու ուդել, որտեւ ապահովությունը կսկսի բաքսիլ, դրամը, դու նաչապ ծախսեցիր, ես ապչապ ծախսեցի, դու ինձ մտիկ չես ներ, ես քեզի մտիկ կնեմ, բայց երբ որ գուկա դերը գսե որ հանդարտեցեք, ձեր ապահովությունը ես եմ եւ ոչ թե ձեր նյութական ունեցածը, որովհետեւ Աբրահամը ամենեն հարուստ մարդն էր իր ժամանակվա, ինչու որովհետեւ շատ ոչխարներ ուներ, շատ արոտներ ուներ, հա, բայց երբ որ ժամանակը եկավ 100 տարեկանն անցավ մարդը ապրեց, ամեն բան ցկեց գնաց, բանը չդարավ իր հերը։ Ուրեմն նույնն ենք մենք։ Պետք է մեր սրտերը Աստուծո վստահելով, Աստուծո հանդեպ ապահովություն ունենալով։
Պատմության մեջ գին մգա, որ կյանքի մեջ մեկ բան երավ եւ ադորով ամբողջ մարդկությունը փրկեց։ Մեկ զավակ մեծուց, հա, կյանքի մեջ մեկ զավակ ունեցավ, խրադելով, Աստուծո սիրելով եւ իր օրինակով զավակը մեծուց։ Եվ այդ զավակը դարձավ մարդկության փրկիչը։ Ով է այդ կինը? Աստվածածինը, հա, 9 օր ինչու գմեծարենք իրեն, որովհետեւ Տերը ասա, որ հրեշտակներու մեջ են թուն ընդրված ես, հա, հրեշտակի մարդկանի։ Հրեշտակ իրեն ասա, օրհնյալ ես կիներու մեջ։ Շնորհքը վրաց շատ է։ Մարիամի մտքի ապահովությունը Քրիստոսի վրա հույս տնելն էր։ Ծնավ, զավակը գուզեին սպանել, չէ՞, չվախցավ, ասավ կամ աղախինն Աստուծո։ Բերի ճամփորդեր, ոչ թե մեզի պես ճամփորդության, բիտ փախեր, որտեղ թագավորը երևեն գուկա։ Պիտի երթար Եգիպտոս, հա, փախստականը լա, բայց քանի որ իր սիրտը Աստուծո վրա հիմնված էր, ամեն բան ապահով եղավ։ Ուրեմն Աստվածածինը մեր օրինակն է, որ խոնարհությամբ եւ մեր սրտի ապահովությունը Աստծո վրա տնելով է, որ զավակ մեծնենք, որովհետեւ ամեն բան մեր զավակները գրնան ունենալ եւ աս խաղակնալ, աշխարհնալ, թվացial աբրին, բայց եթե սրտերում մեջ խաղաղություն չունեցան, եթե Աստված չճանչան, եթե իրենց հավատնին, իրենց ամեն օր չզորացուց եւ հավիդենական կյանքի հերանագար չունեցան, որ օրը պիտի ցկեմ աս բնակարանը, որ մարմին կգոչվի եւ երթամ, ուր պիտի երթամ։ Եթե ադոր չպատրաստվեցան, ասել եթե աս կյանքը ինչի կնմանի, որ 3 օր ջաշ պատրաստես եւ մեկը կամեն թափե։ Այսինքն աբրիս, մանկությունը, երիտասարդությունը, ծերությունը 3 օրվա պես եւ որ մթափվի երթա, որտեւ Աստուծո համար չէիր պատրաստված։ Թող Դիրամայրը բարեխոսե մեզի, որ իր օրինակով մենք ալ մեր զավակները դեպի Քրիստոսի առաջնորդենք, որբեսի իսկապես երկնքի ապահովության մեջ մեզնան։ Որովհետեւ եք հավիդյանս հավիդենից ամեն